Որոշեցի այսպես ընդհանուր պատասխանեմ կոմերցիոն տարածքի մասին, ռեստորանի համար նախատեսված, որը բացվելու է Ալմարջան կղզիում, քանի որ ցանկացողներ շատ են գնորդները, իմ հայրենակիցները, բայց ոչ մեկի ռեստորանը չի համապատասխանում միջազգային պրեմիում դասի ստանդարտների։ Սենց վերջին անգամ մի հատ հայտարարություն անեմ, կառուցապատողի հետ մենք խոսեցինք եւ այսպիսի մի հատ որոշման եկանք։ Ուրեմն դուք գնում եք այդ կոմերցիոն տարածքը, կառուցապատողը ձեր փոխարեն հրավիրում է միջազգային որևէ պրեմիում դասի համապատասխանող ռեստորանային ցանցից մեկին, իդեպ ինքը արդեն ավարտել է խորհրդակցությունները այդ երկու միջազգային պրեմիում դասի համապատասխանող ռեստորանների հետ, ինչի երկու, որովհետև ինքը ընտրել է ամենալավագույններին եւ երկուսն էլ համաձայնել են, այսինքն այնտեղ բացվելու է շատ բարձրակարգ ռեստորան, դուք դառնում եք այդ տարածքի սեփականատեր եւ հանձնում եք վարձով այդ ռեստորանին։ Կառուցապատողը դրա համար իհարկե վերցնելու է սպասարկման վճար, քանի որ դուք ազատվելու եք ցանկացած տիպի հոգսերից, դուք որպես տարածքի սեփականատեր վարձակալությունից ստանալու եք ձեր գումարը։ Իդեպ այդ բարձրակարգ հյուրանոցային համալիրը բացվելու է արդեն 28 թվականին, իսկ կազինոն բացվելու է 27 թվականին։ Իդեպ ով չգիտի, ասեմ, կարող եք փոխանցել այն մարդկանց, որ դա կհետաքրքրի, այն հողակտորը, որտեղ որ կառուցվելու է այդ հյուրանոցային բարձրակարգ համալիրը, որտեղ որ պետք է լինի գնորդի կոմերցիոն տարածքը, գտնվում է կազինոյի ամենամոտ հողակտորներից մեկում։ Այսինքն, եթե դուք տեղյակ եք Ալմարջան կղզին իրենից ինչ է ներկայացնում, կարող եք ուշադիր նայել եւ իմ կարծիքով հնարավոր է գտնեք ամենամոտ հողակտորները, որոնք են, այդ դրանցից ամենալավ տարածքը հենց այս հողակտորն է։ 705 քառակուսի մետր է, 15 միլիոն դոլար։ Վճարման պլանը հետևյալն է. կարող ենք համաձայնեցնել գնորդի ցանկության, այսինքն վերջնական որոշված վճարման պլան չկա, կարող ենք համաձայնեցնել գնորդի ցանկությանը, դա էլ որպես շատ լավ բոնուս, քանի որ ոչ բոլորն են տալիս այդպիսի հնարավորություն։ Եթե ցանկանում եք, եթե այս պայմանները ձեզ համար ընդունելի են, կարող եք կապնվել ինձ հետ։